Միանգամից հարցերին անցնենք։ Անցնենք հարցերին, հարգելի լրագրողներ, սկզբում կտակ մեկական հարց խնդրում եմ։ Լիլիթ Կասյան, խնդրեմ ձեր հարցը։ Հարցս ուղղում եմ երկու բանախոսներին, վաղը ապրիլի 24-ն է եւ պետական մակարդակով որևէ միջոցառում կազմակերպված չի հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցեղասպանության 110-րդ տարելիցն է, սովորաբար այսպես ասենք կլոր տարեթվերին ինչ որ պետական մակարդակով հանձնաժողովներ են ստեղծվել նախկինում, միջոցառումներ են ծրագրավորվել։ Այս տարի ես համենայն դեպս չհանդիպեցի նման բան։ Սա արդյոք նշանակում է, որ ցեղասպանությունը իրական Հայաստանում տեղ չունի, այսինքն այն պատմական Հայաստանում տեղի ունեցող իրադարձություն է եղել Փաշինյանական իշխանության համար, եւ Հայաստան խմբակցությունը օրինագիծ է դրել շրջանառության մեջ ցեղասպանության ուրացումը քրեականացնող, ինչպես եք պատրաստվում քվեարկել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես կարծում եմ դուք շատ տպավորված եք նախկին բանախոսից, որը ներկայացնում է երիտթուրքերի հետ նախկինում կոալիցիա կազմակերպած կազմած դաշնակցությունը, կուսակցությունը, ու ես կարծում եմ նախկին երիտթուրքերի նախկին կոալիցիոն գործընկերներից այդքան տենց տպավորվել պետք չի առհասարակ, այնուամենայնիվ թույլ տվեք ասել, որ իրական Հայաստանում ցեղասպանությունը տեղ պիտի չունենա առհասարակ Հայաստանում այլևս երբեք ցեղասպանություն պիտի չլինի, ինչպես օրինակ տեղի ունեցավ նաև 23 թվականին Լեռնային Ղարաբաղում, որ մեր գործընկերները պնդում են, այսինքն էլի դաշնակցություն եկավ իշխանության ու էլի հերթական անգամ տեղի ունեցավ մեծ հաշվով էթնիկ զտում հայերի նկատմամբ ու նմանատիպ բաներ իրական Հայաստանում այլևս երբեք պիտի չլինեն։ Իսկ ինչ վերաբերվում է ցեղասպանության հիշատակին, ցեղասպանության հիշատակը մեր բոլորի սրտերում է, ի տարբերություն օրինակ Սերժ Սարգսյանի կառավարման, որը Ջո Բայդենից նախագահ, խնդրել է փոխնախագահ այդ ժամանակվա, խնդրել էր շատ չթեժացնել ցեղասպանության ճանաչման հարցը, եւ փոխնախագահ Ջո Բայդենը դրա մասին պատմել էր հայ համայնքին, ի տարբերություն օրինակ Ռոբերտ Քոչարյանի, որը Wikileaks-ի գաղտնազերծված փաստաթղթերում էլի ԱՄՆ նախագահներին տեղեկացրել էր, որ ինքը պատրաստ է, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, նախագահ Քոչարյանը պատրաստ է գնալ ԱՄՆ սենատում սենատորներին խնդրել, որպեսզի նրանք չճանաչեն հայոց ցեղասպանությունը, այսինքն մեծ հաշվով ցեղասպանության ուրացման քաղաքականություն վարած երկու քաղաքական ուժերը, Դաշնակցությունը ու Հանրապետականը, այսպես կարողացել են փոքրի շատ է ներազդել նաև ձեր վրա, որ դուք նմանատիպ հարց եք տալիս։ Մենք երբևիցե Հայաստանի Հանրապետության մեր իշխանությունը երբեք չի ուրացել, չի պատրաստվում ուրանալ ցեղասպանությունը չի փորձում մոնետիզացնել, չի փորձում ցեղասպանությունը դարձնել ինչ-որ վաճառելիք արտաքին հարաբերություններում կամ մնացածում, ինչպես օրինակ արել է Սերժ Սարգսյանը եւ արել է Ռոբերտ Քոչարյանը։ Մենք վաղը բոլորս միասին սգալու ենք մեր անմեղ նախնիների հիշատակը եւ այցելելու ենք Ծիծեռնակաբերդ, ինչպես ամեն տարի։ Իսկ որոշ միջոցառումներ կարծում եմ կան, չեմ կարող կոնկրետ ինչ-որ բաներ ասել, բայց այդ չգիտեմ ինչի մասին եք էլի մեծ հաշվով հարցնում։ Նախ խնդրեի գնահատական չտայիք իմ հարցերին, թե ես տպավորված եմ, թե ոչ, ես ընդհանրապես հարց եմ ուղում, ես բացարձակ տպավորված չեմ։ Իմ հարցը ուրիշ բանի Շատ հաճելի է, որ դուք էլ տպավորված չեք երիտթուրքերի նախկին կոալիցիոն գործընկեր դաշնակցականներից, շատ ողջունում եմ ձեր չտպավորված լինել։ Ես իմ հարցը ուրիշ բանի մասին էր, իմ հարցը նրա մասին էր, թե արդյոք 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը իրական Հայաստանում տեղ ունի, թե ոչ, թե Փաշինյանական իշխանության ձգտումը Թուրքիայի հետ հասնելու խաղաղության ցեղասպանությունը արդյոք այդ ճանապարհին խոչընդոտ է, թե ոչ։ Իմ հարցը սրա մասին էր։ Ձեր հարցը խիստ անհասկանալի է եւ ինձ մի զարմացնում է ինչու են ձեր հարցերը ծնվում բացառապես ընդդիմության թեզերից եւ իմ տպավորությունն է, որ երբ որ մենք ձեզ բան ենք ասում, դուք մեզ չեք լսում կամ չլսելու եք տալիս։ Դուք չեք հետևում քաղաքական իրադարձություններին, չեք տեսնում մեր արձագանքներն ընդդիմության եւ ընդդիմության դատարկ մտքերը։ Դուք հիմա ինչ հարց եք տալիս։ Չկա որևէ հայ մարդ, ով կարող է մերժել ցեղասպանությունը։ Չկա որևէ հայ մարդ։ Ես տեսա, որ Դաշնակն ասեց Յան ազգանունով մարդ չպիտի լինի, որ մերժի ուրեմն ցեղասպանությունը հայ ժողովրդի հետ տեղի ունեցած։ Որևէ վերջածանցով վերջացող ազգանունով մարդ չի կարող մերժել այն պատմական իրողությունը, որը տեղի է ունեցել։ Եվ արձագանքելով նաև ընդդիմության այս կեղծ եւ կեղտոտ, շատ կեղտոտ նաև պնդումներին պետք է երկրորդեմ գործընկերոջս բոլոր ասած փաստերը դրան հավելեմ։
Ձեր կողմից հիշատակված մարդիկ, որոնք փորձում են մեղադրանքներ ուղղել ուրեմն ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը հարգելիս ոչ թե փաշինյանական իշխանությանը, այլ ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը։ Դուք լրագրող եք եւ խնդրում եմ ձեզ առանձնահատուկ մեկնաբանություններ մի դրեք ձեր հարցերի մեջ։ Ինչպես կարա լրագրողը նստի եւ ասի փաշինյանական իշխանություն։ Դուք լրագրող եք թե ընդդիմադիր գործիչ։ Ես դա եմ ուզում հասկանալ։ Ասեք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր, որոնք բարձրաստիճան պաշտոններ են եւ դուք պետք է հարգալից վերաբերեք այդ պաշտոնների նկատմամբ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ։ Եվ ես ավելացնեմ նաեւ ուրեմն ձեր կողմից անընդհատ հղում արվող այդ ուժերին, թե ովքեր են իրենք։ Նրանք այն ուժերն են, նախ Օսման դաշնակներն են, ինչպես գործընկերը շատ ճիշտ հիշատակեց, 1915 թվականի ցեղասպանությունից հետո դաշնակները ուրեմն ներողություն, ցեղասպանությունից առաջ դաշնակները ուրեմն երեք թուրքերի հետ համագործակցում են ու իրենց անունը այդ ժամանակաշրջանում արդեն հայտնի էր որպես Օսման դաշնակներ։ Հիմա դուք այդ մարդկանց ուրեմն մեղադրանքներն եք փորձում մեզ ուղղել, այն մարդկանց, ովքեր որ Թուրքիայի նախագահի այցելության ժամանակ Ծիծեռնակաբերդի լույսերն էին անջատել, Արարատի նկարն էին հանել ուրեմն ազգային, Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից։ Ու դուք գալիս եք այստեղ մի իշխանության ու մորոք ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները ցեղասպանությունն է ճանաչում, Ջո Բայդենը ցեղասպանություն բառն է արտաբերում, ու դուք գալիս եք մեզ փորձում եք ուղղել ընդդիմության մեղադրանքներն առայն, որ մենք փորձում ենք ինչ որ մի կերպ ցեղասպանությունը սակարկման առարկա դարձնել։ Դուք H2 հեռուստաընկերությունն եք, չէ՞ ներկայացնում Ռոբերտ Քոչյանին պատկանող։ Դե էլի Ռոբերտ Քոչյանին Մայրապետյանին, լավ, սենց ասեմ։ Իրան պատկանող հերոստանգերությունում եք աշխատում։ Լավ կլինի գնաք ձեր հերոստանգերության ղեկավարությանը հարցնեք, ինչու էին ուրեմն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին փորձում նաև սեղանին դնել ցեղասպանության հարցը, որը անհերքելի փաստ է։ Մենք չենք ենթադրում ինչպես ընդդիմությունը, չենք փորձում հորինել ինչպես ընդդիմությունը։ Մենք փաստեր ենք արձանագրում։ Եվ ես կոչ եմ անում լրատվամիջոցներին առհասարակ ուրեմն մոտիկ չգալ ցեղասպանության թեմային եւ դա փորձել օգտագործել որպես քաղաքական դիվիդենտներ հավաքելու գործիք։ Նույնը նաեւ կոչ եմ անում ընդդիմությանը։ Մեր արձագանքը շատ խիստ է լինելու այս թեմային, որովհետև ցեղասպանության թեման այնիշ տեղի է ունեցել են ողբերգությունը, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, քննարկման ենթակա չի այլևս, սակարկման ենթակա չի որևէ կերպ։ Շնորհակալ եմ։ Բայց վերադառնալով ձեր հարցին, ինչքանով տեղ ունի ցեղասպանությունը իրական Հայաստանում, առհասարակ ցեղասպանություններ իրական Հայաստանում այլևս չեն լինելու, բայց ինչ տեղ ունի 15 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը Հայաստանում, դե այնքանով տեղ ունի, որ ցեղասպանությունը կազմակերպած քաղաքական ուժին երիտ թուրքերին ինչ որ առումով նաև իշխանության բերած դաշնակցությունը քիչ առաջ ձեզ այստեղ ճեպազրույց էր տալիս։ Շողիկ Գալստյան, խնդրեմ։ Հարցից կարող եք ցանկացածել պատասխանել, ես ուզում եմ սահմանի իրավիճակից հարցնել, տևական ժամանակ է կրակոցներ են հնչում սահմանին, երբեմն նախարարությունը հայտարարում է, որ թիրախավորվում են նաև քաղաքացիական կառույցներ, նաև եղել են կրակոցներ, որոնք որակվել են ոչ վտանգավոր։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, դուք ինչ եք կարծում, արդյոք Բաքուն պահելով այս կրակոցների այս ստաբիլությունը, այսինքն չեն դադարում դրանք, օդ կլինեն թե թիրախավորված, դուք ավելի լավ կիմանաք, արդյոք Բաքուն ցանկանում է բանակցություններում որևէ զիջում պարտադրել հայկական կողմին։ Տեսնում եք նման միտում Բաքվի այս գործողություններում, եթե ոչ, ինչ է կարծում, ինչի համար են այս կրակոցները, ինչու չեն դադարում։ Շնորհակալություն։ Բնականաբար Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիա, մենք էլ բնականաբար ամեն անգամ փորձում ենք այդ նոր էսկալացիան թույլ չտալ։ Ու պիտի ասեմ, որ մենք հասկանում ենք, որ իրավիճակի լարումը կամ հնարավոր էսկալացիան կախված է ինչպես Բաքվի ցանկություններից, այնպես էլ նաև մեր այդ իրավիճակը կառավարելու ունակություններից, ու մենք այս սկզբունքով ենք առաջնորդվում, ու մենք միշտ պատրաստ ենք ու ամեն ինչ անում ենք այդ պատասխանատվությունը կրելու ու այնպես անելու, որպեսզի մեր հանրապետության վրա նոր պատերազմ հանկարծ չլինի։ Ու
Ձեր նշածը թե պաշտպանության նախարարությունը բարբերաբար հայտարարում է, որ օդ են կրակում, երբեմն հայտարարում է, որ թիրախային են կրակում, պաշտպանության նախարարությունը հայտարարում է ճիշտը, երբ օդ են կրակում, հայտարարում է, որ օդ են կրակում, երբ կրակում են թիրախային, պաշտպանության նախարարությունը փաստարկված տեղադրում է թիրախային կրակները, որտեղ պաշտպանության նախարարությունը շատ լուրջ է վերաբերվում իր խոսքի արժանահավատությանը, ինչը ես շատ ողջունում եմ ու շատ կարևորում եմ, որ պաշտպանության նախարարությունը իր ասած իր արած ցանկացած հայտարարության ապացույցը միշտ ունենում է, ինչը շատ կարևոր է, չափազանց կարևոր է, թե միջազգային տեսանկյունից, թե միջազգային կազմակերպությունների դիտանկյունից, որ հասկանան, որ երբ որ այս նախարարությունը մի բան հայտարարում, ուրեմն դրա ապացույցը կա ու նրա խոսքը առավել քան արժանահավատ է։ Իսկ ինչ վերաբերվում է առհասարակ սահմանային կրակոցներին եւ մնացածին, օրինակ, չգիտեմ, էլի միջև 20 թվականի պատերազմը որպես այդպեսին, եթե հիշեք, թե Տավուշի օրինակ սահմանամերձ գյուղերում ինչ վիճակ էր, թե Տավուշի սահմանամերձ գյուղերում առհասարակ ինչ մթնոլորտ էր, թե քանի տանիք կար Տավուշի սահմանամերձ գյուղերում, որ ուղղակի կրակված չէին գնդացիրներով, ու չգիտեմ, էլի դա համեմատելու չի ուղղակի ներկայիս էլի իհարկե անթույլատրելի սահմանային էսկալացիաների այդ էսկալացիայի փորձերի եւ մնացածի հետ, բայց ինձ համար ուղղակի չգիտեմ, էլի ես քիչ առաջ լսում էի պարոն Մամիջանյանի նաեւ չեպազրույցը այս ֆոնին, որ տենց խոսում էր լուրջ դեմքի արտահայտությամբ այդ սահմանային հիմիկվա կրակոցների մասին, ուղղակի անկեղծ ուզում եմ ասեի, մի հատ ուղղակի գնացեք Տավուշի սահմանամերձ գյուղերի մարդկանց մի հատ հարցրեք, էլի իրանք ինչերի միջով են անցել ու ոնց են ապրել առհասարակ, տանիքների վրա գնդացիրի կրակ տեղեր, էլ չգիտեմ ինչ անթուփ միջև ականանետերով մարդկանց տների կրակած միջոցներ։ Մենք գնում ենք խաղաղության ու մենք ամեն ինչ անելու ենք այս հնարավոր էսկալացիայի ձգտումները ադրբեջանական կողմից սաստելու ու այդ ռիսկերը կառավարելու։ Իսկ այն ապապետական ուժերը, որոնք ընկալում ունեն, թե պետքա հերթական անգամ էլ ստեղից ասում էր, չէ, ասում է պետքա տարածաշրջանում ներկայացվածություն ունեցող ուժ լինի նկատի ունի Ռուսաստանին ակնհայտորեն, իդեպ հիշում եք, որ 23 թվականին Լեռնային Ղարաբաղում իշխանազավթում իրականացրեց Սերժ Սարգսյանի կողմից ու Ռոբերտ Քոչարյանի կողմից հովանավորվող խմբակը, նույն Հայկ Մամիջանյանի խոսույթը հիշում եք այդ օրերին, այդ իշխանազավթման օրը, որ ասում էր ակնհայտ է, որ Արցախը ունի դաշնակից իդեմս Ռուսաստանի, ուղիղ տեքստով ասում էր Արցախը ունի դաշնակից իդեմս Ռուսաստանի ու Արցախի մեր քույրերն ու եղբայրները թող սպասեն, ժամերի ընթացքում լավ նորություն է լինելու։ Ժամերի ընթացքում չէ, օրերի ընթացքում եղավ, բայց եղածը լավ նորություն չէր բնավ։ Այդ այն մասին, թե ինչ է նշանակում Հայկ Մամիջանյան, Հանրապետական կուսակցություն եւ արժանահավատություն բառերը նույն կոնտեքստում ու նույն խոսքում։ Պարոն Ալեքսանյան, մի կարճ ճշտող բան, էսկալացիայի ձգտումը, ասցիք Ադրբեջանը ձգտում է էսկալացիայի ինչ նպատակով, այսինքն ինչի է ուզում հասնել այս փուլում։ Չեմ կարող ասել, այդ հարցը ճիշտ կլինի իրենց տակ, բայց պարբերաբար է, որ իդեպ էլ են, չէ, ասում են այդ խաղաղության բանակցված փաստաթուղթը, որը որ համաձայնեցված է հիմա Հայաստանի համար, բանը ահավոր Հայաստանի համար նվաստացուցիչ, ստրկացուցիչ պայմանագիր է, բա հարց, բա Ադրբեջանը ինչի՞ չի ստորագրում։ Իրանք ասում են երկու բան, մեկ, Ադրբեջանը ուզում է, որ Հայաստանի համար լինի նենց, որ մաքսիմալ հնարավոր ամենավատը լինի Հայաստանի համար, երկրորդ, այդ թուղթը հնարավոր ամենավատ բանն է Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա տրամաբանական շղթայի երրորդ հարցն է ծագում։ Բա այդ դեպքում Ադրբեջանը ինչու՞ չի միջև հիմա հայտնել, որ պատրաստ է ստորագրել այդ թուղթը հենց այս բային։ Մենք հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք այդ թուղթը ստորագրել։ Հենց այդտեղ է, որ տրամաբանական շղթան կտրվում է ինչպես եւ իրանց բոլոր մեղադրանքներում։ Գալիս է ինչ որ մի բան, որ տրամաբանական շղթան ուղղակի կտրվում է։ Հաջորդ հարցը, Ժողովուրդ ջան, ժամանակը Սիվիկեյամ խնդրեմ ձեր հարցը։ Նախորդ երկու բանախոսները ձեզ մեղադրեցին ամենատարբեր բաների մեջ, սկսենք Հայկ Մամիջանյանից, պարոն Ալեքսանյան, ես ներողություն եմ խնդրում, ինքը ձեզ ասաց, որ դուք սուտ եք խոսել 3 ազգային ժողովի ամբիոնից, Բայդենի եւ Սարգսյանի հետ կապված այդ հայտարարության մասին, եւ նաեւ Քրիստինե Վարդանյանը որևէ կերպ չընդունեց, որ երեկվա լարվածության պատճառը Իշխան Սաղաթելյանի պահվածքն էր։ Խնդրեմ մեկնաբանեք։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, պարոն Մամիջանյանը իրականում փոքր-ինչ սեթևեթել է, ասելով, թե ես եմ սուտ խոսել, որտեղ ես չեմ խոսել ազգային ժողովի ամբիոնից։ Ես ազգային ժողովի ամբիոնից ցուցադրել եմ տեսանյութ, որտեղ խոսում է Ջո Բայդենը, հետո թարգմանել եմ Ջո Բայդենի խոսքը։
Այսինքն Հայկ Մամիջանյանը ուզեցել է ասի, որ Ջո Բայդենը ստում է, իսկ Սերժ Սարգսյանը որպես ճշմարտության մի յուրահատուկ մարտիկ, մի սամուրայ ճշմարտության, ասում է ճշմարտությունը։ Օրինակ այն Սերժ Սարգսյանը, որը երրորդ անգամ, եթե հիշում եք, պիտի չառաջադրվեր հանրապետության նախագահի կամ վարչապետի պաշտոն։ Այդ Սերժ Սարգսյանը ճիշտ է ասում, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ստել է։ Ռոբերտ Քոչյանի թիմն էլ պնդում է, թե Ամերիկայի բարձրաստիճան դիվանագիտներն են ստել Wikileaks-ի թղթերում, թե իբր որ երբ որ ասել են, որ Ռոբերտ Քոչյանը ասել է ԱՄՆ նախագահին, որ եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, իր ինքը պատրաստ է գնալ ԱՄՆ սենատում խնդրել, որ չընդունեն ցեղասպանությունը դատապարտող բանաձևը։ Մի խոսքով ամբողջ աշխարհը ստում են Սերժն ու Քոչյանը, ճշմարտության վերջին մոհիկաններն են, հավատացեք Սերժին ու Քոչյանին։ Նրանց ասածը այդպես կարելի է վերաձևակերպել, պարոն Հովհաննիսյան։ Անդրադառնալով երեկվա միջադեպին, նախ ես պետքա ցավով արձանագրեմ, որ երեկվա միջադեպից հետո գրեթե բոլոր լրատվականները, ինչու եմ ասում գրեթե բոլոր, որովհետև շատ քիչ լրատվականներ գտա, որոնք ճիշտն էին գրել, եւ գրել էին իբր այդ միջադեպը ազգային ժողովում տեղի է ունեցել ցեղասպանության թեմայի քննարկման կոնտեքստում եւ քաղաքացիական պայմանագիր ուրեմն խմբակցության падգամավորներն էլ արձագանքել են այդ քննարկմանը այդ ձևով։ Ես պաշտոնապես ասում եմ, որ այդ նյութերը, հարգելի ազատության ներկայացուցիչներ, 5-րդ ալիքի ներկայացուցիչներ, ընդդիմադիր բոլոր ուրեմն ուժերի ներկայացնող լրատվամիջոցներ, ցավում եմ, որ ազատությունն էլ է միացել այդ ուրեմն արշավին։ Այդ ամենը սուտ է։ Երեկվա ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը տեղի է ունեցել Արագավազ դաշնակ Իշխան Սաղաթելյանի խուլիգանական լկտի պահվածքի հետևանքով, ինչին մենք արձագանքել ենք։ Հետո իհարկե այդ ընթացքում Իշխան Սաղաթելյան էլի տեսանք, որ փախավ ինչ-որ միտեղ չգտանք, որ հենց իրան արձագանքեինք, եւ տեղի ունեցավ այն ինչ-որ տեղի ունեցավ։ Ցավում ենք, որ նման իրավիճակներ են ազգային ժողովում տեղի ունենում, բայց ուրեմն ցավոք ազգային ժողովում ներկայացված են Օսման դաշնակների ուրեմն հետնորդները փաստորեն եւ անընդհատ փորձում են սադրել, ինչի արդյունքում այո էմոցիաները երբեմն տեղի են տալիս, էմոցիաների համար մեր քաղաքացիներից սիրելի ներողություն ենք խնդրում, բայց եւս մեկ անգամ կրկնում եմ, որ դրան այդ միջադեպը ուղղորդող լրատվական այս հոսքերը ամբողջությամբ կեղծ ձևով էին ներկայացնում իրողությունները, փորձելով ուրեմն օգնել ընդդիմության կեղծ եւ կեղտոտ թեզերին։ Շնորհակալ եմ։ Վերջին հարցը շատ կարճ Տիկին Մարիետա։ Շատ կար։ Բայց մյուս ընկերներն է հարց ունեն, թող տանեն Ուղղակի ինչ։ ժամանակը կապ չունի յուրաքանչյուր խմբակցության 20 րոպե է Դուք ազգային ժողովի լայվը անջատեք, թող իրանք իրանց բանով հարցերը տան իրանց կամերան։ Պարոն Այկը, հանրության հանրության տարբեր շերտերում անվստահություն կա ի վերջո խաղաղության փաստաթղթի նկատմամբ։ Դա չի կարելի ժխտել։ Ես դրա համար առաջարկում եմ եւ առհասարակ տարբեր շերտերից առաջարկներ կան հրապարակել բանակցված փաստաթուղթը, որովհետեւ այնտեղ կարող են լինել մանրամասներ, որոնք հետագայում մեզ համար անսպասելի կարող են լինել։ Ինչու չհաղթահարել միջազգային խորհրդապահության այդ կարծրատիպը եւ չհրապարակել փաստաթուղթը։ Եվ դրանով, ասենք, Ադրբեջանին տալ եւս մեկ առիթ այդ բանակցությունների process-ը սաբոտաժի ենթարկելու ինչի համար։ Այսինքն կարծում եմ, որ Ադրբեջանը բարբերաբար փորձում է խաղաղության process-ը տորպեդահարել։ Դրա մասին մենք ենք հայտարարում, դա դուք եք տեսնում, դրա մասին ինքներդ եք գրում ձեր թերթերում, ձեր լրատվականներում, ինչի դեպ ճիշտ է։ Հիմա դուք ասում եք, կա միջազգային, այսպես դիվանագիտական, ընդհանուր էթիկայի եւ մնացած նորմ, որ երկկողմանի բանակցվող փաստաթուղթը կարելի է հրապարակել, երբ որ երկու կողմն էլ համաձայն են։ Ու երբ որ կողմերից մեկը առանց մյուսի հետ համաձայնեցնելու դա հրապարակում է, դա այտենց դիվանագիտական նորմի, էթիկայի եւ առհասարակ փոխվստահության ու մնացածի խախտում է։ Հիմա դուք ասում եք, ինչի Ադրբեջանին չտանք եւս մեկ հնարավորություն, հնարավոր բանի սաբոտաժի այդ բանակցությունների։ Ես կարծում եմ պետք չէ այդ հնարավորությունը տալ։ Մեր ժողովրդին տանք հնարավորություն հավատալու խաղաղության փաստաթղթին։ Մեր ժողովրդին մենք միանշանակ այդ հնարավորությունը կտանք, բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը հիմա երբ որ իմ պատասխանը լսի կհասկանա, թե ես ինչի մասին եմ խոսում։ Մենք մեր գործողություններում փորձում ենք լինել մաքսիմալ լեգիտիմ, մենք փորձում ենք մեր բոլոր գործողությունները կազմենք ամեն մի քայլը անենք այնպես, որպեսզի այն
կներեք, այս դաշնակներն գնացին, բայց իրենց աշխատանքային լեզվով ասած, «Ни к чему было бы придраться»։ Ես զուտ կարճ խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իշխանությունները խոսել են եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ես կարող եմ ասել մոտ 98%-ով հայտնի է ինչի մասին է խաղաղության պայմանագիրը։ Դրա ֆորմալ հրապարակման մասին գործընկերս խոսեց եւ դրա ռիսկերի մասին։ Եվ ես վստահ կարող եմ պնդել, որ հայ ժողովուրդը հավատում է խաղաղությանը։ Հայ ժողովուրդը ուզում է խաղաղություն եւ հավատում է խաղաղությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։